Բարի երեկո։ Այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարի երեկո, պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Սկսենք Վենսի այցից, պատմական այց է ինչու, որովհետև բոլոր ժամանակներում Հայաստանն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյանը եւ օրակարգն էլ բավականին հագեցած էր, խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության, էներգետիկ համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, $11 միլիոն անօթաչու թռչող սարքեր, TRIP-ի հիմնադրամով 2 փուլով 5 եւ 4 միլիարդ դրամի ներդրում եւ կարծում եմ ամենակարևորն այն էր, որ Վենսը նշեց, որ Հայաստանի հարցում այնքան վստահ են, որ ոչ միայն ներդրումներ են անում, այլև այստեղ տեխնոլոգիաներ են արտահանում։ Եթե ամփոփելու լինենք այս այցը, ինչ էինք սպասում եւ ինչ ստացանք ու հետագա համագործակցության համար ինչ հեռանկարներ է բացում։ Գործնական առումով ստացանք այն, ինչ եւ սպասում էինք, բայց նաեւ պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ եւ սա թերևս մի կարեւոր եւ շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք եւ իհարկե շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ J.D. Vance-ի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում եւ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա։ Գիտեք, նաեւ ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված, շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու, այդ մեծ թվերը պետքա կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ եւ իհարկե ուղղություններն էլ դուք արդեն նշեցիք։ Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք եւ իրականացնելու ենք համագործակցություն։ Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ այս ամեն ինչը իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են եւ գիտեք ուղղակի զարմանալի է, ես հետահայաց նաեւ փոխնախագահի հետ էինք խոսում, ես հիշում եմ մի տարի առաջ մեր ունեցած հանդիպում ենք առաջին անգամ փետրվարի 7-ին ենք հանդիպել 2025 թվականի, ես նույնիսկ մեր զրույցի եւ ճաշի ընթացքում ասի հիշում եմ այդ ժամանակ ինչ վիճակում էր սպիտակ տունը, նկարները, հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի այսպես շարժերով, անձնական իրերի մուտք գործող եւ դուրս եկող անձնական իրերի արխերով եւ այլն, եւ այդ արխերի արանքում այդ հնարավոր եղավ այդ հանդիպում կազմակերպել, որ շատ մեծ նշանակություն ունեցավ եւ ես հատուկ ընդգծեցի փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, որ մինչև ես Վաշինգտոնից հասա Երևան, Միացյալ Նահանգների դեսպանատնից արդեն մեզ ծանոթեցին, որ այցի արդյունքներով Միացյալ Նահանգների փոխնախագահը զեկուցել է Միացյալ Նահանգների նախագահին եւ տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ եւ դա ինձ չափազանց զարմացրեց եւ ահա մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքները։ Պարոն վարչապետ, թվերի մասին դուք էլ ասացիք, որ տեսել եք քննարկումներ, ընդդիմախոսները ասում են, այդ ինչ միլիարդների մասին է խոսքը, ինչ ռելսերը երկաթուղին ոսկուց են անելու, ինչ որտեղ են այդքան ներդրումներ անհրաժեշտ եւ ինչու մենք մեր միջոցներով, ասենք, չենք կարող դա անել։ Գիտեք, նախ մի կողմից մեր միջոցների եւ ոչ մեր միջոցների մասին սովորաբար ընդդիմությունը մեզ քննադատում է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասություն կա կամ ինչու չեն աճում անհրաժեշտ չափով։ Հիմա ըստ էության Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու եւ ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից եւ տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Բայց շատ կարեւոր է նաեւ արձանագրել, որ մի միավոր ներդրումը
որոշակի ոլորտներում բերում է եւս 2 միավոր, տեղ-տեղ 3 միավոր, տեղ-տեղ 4 միավոր ներդրում եւ ըստ էության մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին, որովհետեւ երկաթուղին, բայց դա միայն ռելսը չէ, դա նաեւ կողքի սպասարկումն է, այլ ծառայություններն են, բարձր գերժամանակակից սարքավորումներն են եւ այլն եւ այդպես շարունակ, ել չեմ ասում ուղևորների, ապրանքների, ծառայությունների հոսքի սպասարկումը։ Ընդ որում տեսեք, մենք խոսում ենք, մենք անդադ եւ ճիշտ ենք անում, կենտրոնացած ենք երկաթուղու վրա եւ դա լավ է, դա ճիշտ է, բայց մենք խոսում ենք նոր էլեկտրահաղորդման գծերի մասին, մենք խոսում ենք նոր խողովակաշարերի մասին, մենք խոսում ենք մալուխների մասին, որը շատ կարևոր է, եկեք այդ մալուխները միացնենք Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որը տարածաշրջանային արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային եւ միջազգային ծառայություններ է մատուցելու, այս ամեն ինչը զուգորդենք զբոսաշրջային հոսքերի հետ եւ այլն եւ այսպես շարունակ եւ մենք կտեսնենք, այսինքն այստեղ ներդրումը բերում է ներդրում, ընդհանրապես տենց բան ասում են տեխնոլոգիական ոլորտի մասին, որ տեխնոլոգիական ոլորտում բացված մի աշխատատեղը բացում է այլ ոլորտների 3 կամ 4, երբեմն ասում են 5 աշխատատեղ եւ սա մենք գործ ունենք նույն երևույթի, նույն էֆեկտի։ Մի հարց էլ այս մասով պարոն վարչապետ եւ անցնենք առաջ, ելի ընդդիմախոսները ասում են այդ 26% ոչինչ է, Հայաստանին տնտեսապես ոչինչ չի տալիս, Միացյալ Նահանգներն էլ տնտեսական շահ չունի, գալիս է տարածաշրջան Իրանի վրա ազդեցություն ունենալու համար։ Ես չգիտեմ, եթե լիներ ասենք 36-64 չէին լինի արդյոք նույն քննադատությունները, բայց ինչպես է այդ հարաբերակցությունը որոշվել եւ երկրորդը մեր ու Միացյալ Նահանգների տնտեսական շահի մասին խնդրեմ։ Գիտեք, նախ ես ուզում եմ արձանագրել, որ եւ մենք պետք է դա ընդհանրապես կտեսնենք։ Երեք մենք դա արդեն տեսանք, որ իհարկե օգոստոսի 8-ին ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, դա առաջին հերթին քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց ինչքան օգոստոսի 8-ից հեռանում ենք եւ ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի ունենում տրանսֆորմացիա դեպի տնտեսություն։ Մի փոքր շեղվելով ասեմ, ես բանակցություններում եմ ասում, Հայաստան-Ադրբեջան օրակարգում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ էստեղ է։ Եվ ինչքան հենց քաղաքական հռչակագիրը եւ հայտարարությունը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Եվ երբ որ տնտեսությունը սկսում է վազանցել քաղաքական հայտարարություններուն, երբ որ տնտեսական հայտարարությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքական հայտարարությունների տեսակարար կշիռը, այդ նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը արդարացել է, հասել է իր նպատակին, այսինքն իրագործվում է։ Եվ սրա մասին է խոսքը։ Եվ եթե նկատեցիք, երեք Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասը արդեն իսկ տնտեսական էր, քան թե քաղաքական։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք գիտեք, մենք չքննարկեցինք ընդհանրապես, չխոսեցինք սահմանային վիճակի մասին։ Մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին։ Դա ինչ նշանակում? Դա նշանակում է, չկա այդպիսի լարվածություն։ Չկա օրակարգում այդպիսի հարց։ Իհարկե օրակարգում կան կոնֆլիկտի կամ յետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են եւ ես ասել եմ, որ բոլոր հարցերն են քննարկվում, բոլոր դեպքերում են այդ հարցերը քննարկվում եւ մասնավորապես անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը, բայց ես նախկինում էլ ասել եմ, իմ փորձը դա է ցույց տալիս, որ այդ հարցի շուրջ ինչքան մենք անաղմուկ ենք գործում, այնքան ավելի Վենսի հետ եք քննարկել։ Այդ թվում է, իհարկե, այդ թվում, որովհետեւ դուք գիտեք, որ դեռ օգոստոսի 8-ին Հայաստան Միացյալ Նահանգներ քննարկումներում այդ հարցը ներկա եղել է, հետագա քննարկումներում են։ Ես Անվարչապետ բազմաթիվ ընդդիմադիրներ նամակներ էին ուղարկել Վենսին, նաև այդ ժամանակ ցույց էին անում, երբ նա նախագահական էր։ Այսինքն նկատի ունեմ դուք խոսել եք նրա հետ եւ Վենսը պատրաստակամություն է հայտնել այդ հարցով Ադրբեջանում քննարկում ունենալ։ Տեսեք, ես խնդրում եմ
այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Ես դες ավելին ասեմ, չափազանցություն չկա։ Մեր գործնականում որևէ ուղիղ կամ անուղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք։ Չկա ուղակի։ Էլի եմ ասում վերաբերելի, որովհետև կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղակի կամ անուղակի առնչություն չի լինի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացնում ենք եւ հետեւական կլինենք այդ հարցի լուծման մեջ։ Թրամփի ուղուն վերադառնալով, այստեղ գլխավոր անորոշությունը, որ կա եւ քննադատության առիթ է տալիս, այսպես կոչված front office back office-ի փոխադարձելիության սկզբունքն է, եթե կարճ ներկայացնեմ, ինչ է front office-ը, սահմանային որոշակի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեցող աշխատակիցներով, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ենթարկող front office-ը արդեն մեր պետական ծառայություններն են, մեր քաղաքացիներով բնականաբար մեր օրենսդրությամբ։ Հիմա հարց է առաջանում, մինչև հիմա չենք հասկանում, արդյոք Ադրբեջանում նույն կերպ է գործելու, լինելու է back office եւ front office եւ մեր քաղաքացիները եւս հանդիպելու են ոչ թե Ադրբեջանի քաղաքացիների, այլ երրորդ երկրի քաղաքացիների։ Տեսեք, հարցը ճիշտ ընկալելու համար էլի կապեմ նախորդ հարցի պատասխանի հետ, մենք տրիպը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետեւ այդ տրիպը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա տրիպը վերեացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Իդեպ ես մոռացա նախորդիվ տոկոսների հետ կապված հարցին անդրադառնամ, նշեմ, որպեսզի չմոռանամ, որովհետև շատ կարևոր մի հարց է, եւ մենք այդ թվում front office back office-ը պետք է ընկալենք եւ այդպես է իրականում ներդրողի ցանկությունը եւ ներդրողի ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ եւ գրավիչ ծառայություններ, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից, որովհետեւ մենք ասում ենք մարդիկ front office back office, բայց front office-ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինել արհեստական բանականություն, այլ լինել գերժամանակակից սարքավորումներ եւ այդ front office-ի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը եւ այլն։ Օրինակ, եւ ընդ որում ես ուզում եմ ասել, շատ կարեւոր է այդ նման մոդուլներ, օրինակ մենք զարգացած եւ զարգացող շատ երկրներում տեսնում ենք օդանավակայաններում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քաթարում, եվրոպական երկրներում եւ այլն, եւ մենք աշխատելու ենք, որ նման ծառայություններ արդեն մեր այլ տրամաբանությամբ ունենանք մեր բոլոր սահմանային անցակետերում, մեր օդանավակայանում, հիմա մենք ներդրում ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգ եւ մեր նպատակն ինչ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ բիոմետրիկ անձնագիր ունեցող այլ երկրների քաղաքացիները գնան ուղղակի առանց կանգառների մտնեն։ Պարոն վարչապետ, դա ոչ թե վատ, այլ շատ լավ է, բայց համաձայնեք, որ այս հարցը նաև քաղաքական կոմպոնենտ ունի եւ դրա համար հարցնում եմ, բա Ադրբեջանի մասում ինչ է լինելու։ Ես դրա համար ասում եմ, տրիպը ներդրումային ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանում տրիպ չկա եւ հետեւաբար ես չեմ կարող ասել Ադրբեջանում ինչա լինի։ Հասկանալի է եւ տոկոսների մասը։ Որ երկու երկրներում է սահմանային անցումները եւ այլը գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների հաղորդակցության հասանելիություն։ Տոկոսների մասով նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ըստ պայմանավորվածության 50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է եւ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է արդեն 49%։ Ինչու՞։ Որովհետեւ հաշվարկը այնպեսին է, որ ներդրում են, չի անում մարդիկ, խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին։ Այդ ներդրումները յետ պետքա գնվեն եւ շահույթ էլ պետքա լինի։ Այս տնտեսական շահին եմ անդրադառնում, որովհետեւ անտրամաբանական կլինի, եթե մենք Միացյալ Նահանգներին կամ որևէ մեկին ասենք, գիտեք ինչ, եկեք 2 միլիարդ դոլար ներդրեք, դա ինչ կլինի, էական չի, դուք այդ փողը հետ կբերեք, թե հետ չկբերի։ Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում բոլոր ներդրումային ծրագրերում, այդ թվում Հայաստանում եւ երբ որ ներդրում է անում, ինքը ուզում է
ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի, որոշակի շահույթով, որովհետև հակառակ դեպքում ինչի է բերում ներդրում, կտանի բանկում կդնի տոկոսով եւ այդ գումարները հետ կստանա։ Եվ սա կապված է սրա հետ։ Երկրորդ նյուանսը, գիտեք, էլի սկզբում այդ թվում մենք մտածում էինք, ասում ենք, բայց 99 տարի, 50 տարի, արդյոք ինչքանով է որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմը, մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասացինք, բայց հələ եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով իրականացնում, առնվազն 99 տարով իրականացնում են ներդրումային ծրագիր։ Այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներեք գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Կներեք, ես մի հայտարարություն անեմ, որը սուր կհնչի եւ չեմ բացառում, որ սուր ընկալվի, բայց ես օրինակ փնտրում եմ եւ չեմ տեսնում մեր նախորդիվ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր արժևում 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել եւ այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Մենք ես ուզում եմ, որ մենք այս պահը իրոք գնահատենք եւ սա հաղորդակցվում եւ թղթակցվում է մեր պետականության հարատեվության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռևս 2018 թվականին։ Այլ թեմաների անդրադառնանք, պարոն վարչապետ, այս ամսվա սկզբին դուք եւ Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում եք, ստացաք մարդկության եղբայրության Զայեդ մրցանակը, բացի Հայաստանի, այսպես ասած, տեսանելիության բարձրացումից, սա խաղաղության հաստատման գործում կարող է ինչ-որ նշանակություն, ազդեցություն ունենալ։ Միանշանակ, որովհետև ես այնտեղ իմ ունեցած ելույթում էլ ասացի, պատկերացրեք երկու երկրների առաջնորդներ գնում եւ այդպիսի հեղինակավոր մրցանակ են ստանում, հեղինակավոր միջավայրում, մի մրցանակ, որը հիմնադրվել է իսլամական եւ քրիստոնեական աշխարհի երկու շատ ազդեցիկ առաջնորդների կողմից, նրանք խաղաղության ստանում են խաղաղություն հաստատելու համար մրցանակ, դա ինչ է նշանակում, դա նշանակում է վերահաստատում խաղաղության, քաղաքականության եւ ռազմավարության։ Ինչու եմ ես սա հարցնում, պարոն վարչապետ, որովհետեւ երկուսդ էլ բեմից խոսում եք հաստատված խաղաղության առավելությունների մասին, այսպես շատ լավ միջավայր էր այդտեղ, լավ տրամադրվածությամբ, որ խաղաղությունը օգտակար է եւ ինչ հետևեց դրան։ Դրան հաջորդեց Բաքվի դատարանում դատավճիռները Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նրանց ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Հիմա այստեղ մի տեսակ տրամաբանական խզում է առաջանում։ Ուր է խաղաղությունը, եղբայրությունը եւ մարդկությունը, երբ Բաքվի բանտերում ցմահ ազատազրկման են դատապարտվում մեր հայրենակիցները։ Եվ այսպես որպես ենթահարց այս դատավճիռների ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է արդյոք կա շանս, որ նրանց դեռ կարելի է վերադարձնել Հայաստան։ Գիտեք, նախ ասեմ, որ այդ վճիռները իհարկե ինձ համար անձնապես էլ մարդկայնորեն էլ քաղաքական առումով շատ ցավալի են եւ ծանր են, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտը ինքը ունի իներցիա եւ այդ իներցիան հնարավոր չէ մի լծակի գործադրմամբ կանգնեցնել եւ բնականաբար ես արդեն ասացի, որ մենք այդ թեման մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եւ բնական հարց կծագի, իսկ որն է այդ թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը։ Մեր պատկերացումը էլի խաղաղությունն է, որովհետեւ խաղաղությունն է միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Կոնֆլիկտիվ միջավայրում այդ խնդիրը անլուծել է։ Ես ձեզ բերեմ մի օրինակ եւ հատկապես այդ օրինակն եմ ուզում բերել, նախորդ ամիս վերադարձան 4 անձինք մեր հայրենակիցներ։ Ես ուզում եմ մյուսների դեպքում չեմ ասի այդ բանը, բայց Վագիվ Խաչատրյանի դեպքում եւ ես ուզում եմ ձեզ միանշանակ եւ աներկբա վստահեցնել,
որ եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա չէր վերադառնա։ Նա չէր վերադառնա Հայաստան առնվազն չէր վերադառնա հիմա եւ առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում, որովհետեւ եւ սա ասում եմ մի շարք մանրամասների տեղյակ լինելով մթնոլորտային առումով եւ ելի խաղաղությունն է միջավայրը, տեսեք, եթե խաղաղությունը չզարգանա, ինստիտուցիոնալացվի, խաղաղության մթնոլորտը չզարգանա, այդ հարցի լուծումը բացառվում է։ Խաղաղությունն է միջավայրը, որտեղ այդ հարցի լուծումը հնարավոր կդառնա եւ ելի ասում եմ Վագիվ Խաչատրյանի օրինակը ինձ համար շատ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը եւ ճանապարհը այդ է։ Ընդ որում ես ձեզ մի բան եմ ուզում ասել։ Դուք տեղյակ եք, որ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, խնդիրներ կային եւ այլն եւ այլն։ Եվ էմոցիոնալ առումով մեզ համար շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգայնացիաներ չդիմել եւ այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ելի երաշխավորում եմ, որ Վագիվ Խաչատրյանը չէր վերադառնա։ Եվ ես հասկանում եմ մեր էմոցիաները։ Ես հասկանում եմ, որ շատ դեպքում այո մեզ քննադատում են, ասում են, ես դուք արձագանք չունեք, բայց ինչու է սայցյան են, այցյան է, դայցյան։ Չնայած ես ասեմ անհատական ուղղություններով, նաև ես գիտեմ, որ իրավական գործընթացներ այդ թվում միջազգային այցյաններում կա, բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզմամբ, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում եւ այս միջավայրում եւ մթնոլորտում ձևավորում ենք աշխատանքային որոշակի գործընթացներ, դա բերում է հաջողության։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ կիսեմ տպավորություններ Աբու Դաբիի մեր հանդիպման վերաբերյալ եւ երբ որ մենք արդեն հանդիպման ավարտից հետո սովորաբար այդպես է լինում, պատվիրակության կազմով հավաքվում քննարկում ենք։ Շատ հետաքրքիր էր, որ բոլորս արձանագրեցինք, որ մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունը անշրջելի է։ Մենք շատ մոտեցել ենք, ելի եմ ասում, չեմ փորձի ավելի ամբիցիոզ լինել, ընդհակառակը պակաս, բայց մենք շոշափել ենք, արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունը այլևս անշրջելի է։ Հիմա այդ շոշափելի գծից այն կողմ արդյոք դուք Աբու Դաբիում նաև պատվիրակություններով հանդիպում եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները ձեր եւ Ալիևի գլխավորությամբ արդյոք այստեղ քննարկվեցին այնպիսի հարցեր, որոնք դեռ հայ հասարակությանը անհանգստացնում են, որովհետեւ մամուլի հաղորդագրությունը շատ սեղմ էր, օրինակ սահմանազատման շարունակությունը, եթե ասենք թրիփը իրագործելի է, հիմա իրագործում ենք, մեզ շտաբ Սյունիքում է սահմանազատում պետք, օրինակ Ադրբեջանի զորքերի օկուպացված տարածքներից դուրս գալը, օրինակ խաղաղության նախաստորագրված պայմանագրի ստորագրման ժամկետներ կունե մոտավոր։ Եթե կարելի է մի քիչ փակագծերը բացեք այդ հանդիպումից։ Այնքանով, որքանով ճիշտ կլինի, ելի եմ ասում, ես մեր ժողովրդից եւ հանրությունից ոչ մի գաղտնիք չունեմ, բայց կան դիվանագիտական նրբություններ, որ պետք է պահեմ։ Բնականաբար բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են։ Նախ ես ուզում եմ մենք մեկ ընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը, մենք ասել ենք եւ դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետեւ ելի եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է եւ մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինել։ Մենք հետևականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով եւ 1991 թվականի Ալմատի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Սահմանազատման եւ կապուղիների թրիփի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որտեղ սահմանը երկար է եւ սահմանազատումը բնականon ճանապարհով բավականին երկար կտևի, իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները իրենք նաեւ հերավար աշխատում են, որովհետեւ տարբեր փաստաթղթեր են
արձանագրությունների նախագծեր են մշակում եւ այսինքն ամենօրյա աշխատանք գնում է իրականում սահմանազատումը շատ մանրամասն եւ բարդ գործընթաց է եւ դա շարունակվում է եւ շարունակվելու է կապուղիների մասով հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք այն հատվածներում որտեղ պետք է անցնենք երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում ենթադրենք իրեն պետք է 500 մետր լայնությամբ տարածք։ Մենք 1.5 կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում եւ սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը, բնականաբար քննարկել ենք նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման։ Քաղաքական դաշտում քննարկումներ կան, որ մինչև ընտրություններ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններ գուցե ստորագրվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Դուք ունեք այդպիսի զգացողություն։ Ես ունեմ այսպիսի օրակարգ զգացողությունը այս պահին զգացողության մասին ոչինչ չասեմ, որովհետև գիտեք ինչ հիմա ոչ թե կապված է այդ օրակարգը, կապված էր նրա հետ օրակարգի մեջ էր նաև դեկտեմբերին ստորագրելը, հունվարին ստորագրելը, հոկտեմբերին, նախորդ տարվա ապրիլին, որովհետև մարտին արդեն ավարտել էին բանակցությունները, այնպես որ աշխատելու եք։ Շատ կարևոր էր Աբու Դաբիում էլի եւ դա հաճելի պահերից մեկն է շատ էական տնտեսական բովանդակություն է հայտնվել մեր խոսակցություններում եւ մենք քննարկում էինք թե տնտեսական ինչ նախագծեր կան որ ունեն փոխադարձ հետաքրքրություն ընդ որում երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում շատ կարեւոր մի արձանագրում որ ես կարծում եմ ամենահարմար ձևաչափն է, որովհետև ես մտածում եի, որ գործարարներին հրավիրենք եւ այլն, այս թեման արձանագրելու համար, բայց կարծում եմ սա ամենահարմար ձևաչափն է։ Տեսեք, բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է եւ անխոչնդոտ է գործում, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է եւ ես տպավորություն ունեմ որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը որովհետեւ ես կարծում եմ որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումներ Վարչապետ որ ասացիք ուղիղը եւ անխոչնդոտ նկատի ունեք Ադրբեջանից Հայաստան ուղիղ սահմանահատում է եղել Չէ, գնացքը դե Վրաստանով է Այո, հիմա եթե առևտրաշրջանառությունը լավ է, եթե խոսում ենք հաստատված խաղաղության մասին, չի քննարկվում արդյոք ուղիղ սահմանահատման հնարավորություն։ Դե բայց էլի եմ ասում, երկաթուղին պետք է կառուցվի, չէ, երկաթուղի չունենք մենք այս պահին, որ ուղիղ սահմանահատում Ավտոճանապարհով, ավտոճանապարհով էլ քննարկվում, այդ քննարկումները կան, կլինեն, դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, բայց ես միտքս ավարտվի։ Հիմա մենք Աբու Դաբիում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, քանի դեռ այս երկաթուղին է գործում, Վրաստան, Ադրբեջան եւ շարունակություն դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան իրականացվել արտահանումներ գնացքով եւ ես ուզում եմ որ սա արձանագրվի այնտեղ խոսեցինք նաեւ որ գուցե մեր բիզնեսի մոտ մի քիչ հոռետեսություն կա եւ այլն եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին որ այդ ճանապարհը չի փակվելու եւ այդ ճանապարհը բաց է եւ վերահաստատեցին որ հայկական բիզնեսը տնտեսվարողները արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին սա կարծում եմ շատ էական եւ պատմական արձանագրում է որովհետեւ 90-ականներից այս կողմ առաջին անգամ է նախորդ տարի որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, հիմա Վրաստանի տարածքով, իհարկե նաև հետագայում երկաթուղային նախագծեր իրագործելուց հետո նաև այդպես։ Նաև ավտոճանապարհները կբացվեն։ Առաջիկայում կարծում եմ կլինեն այդպիսի զարգացումներ
Հիմա մենք աշխատում ենք դետալների վրա։ Հասկանալի է եւ թրիփի շարունակականության համար եւ ապա շրջափակման համար կապուղիների տրանսպորտային երթուղիների անհրաժեշտ է նաեւ որ հիմա ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվող հատվածները երկաթուղը նորոգվեն Հայաստանը դիմել է Ռուսաստանը նշել է քննարկում ենք կասենք հիմա ինչ այլընտրանքային լուծում ունենք մենք պարոն վարչապետ եթե Ռուսաստանը օրինակ հրաժարվում է դա անել կամ ավելի վատ չի հրաժարվում պարզապես շարունակաբար ձգձգում է Տեսեք, նախ մենք իհարկե դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին եւ քաղաքական առումով կարծես թե ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր, որի մասին շնորհակալ եմ հարցի համար եւ պիտի այդ դրա մասին պատեհ է որ խոսեմ, որովհետեւ տեսեք, նույն տարածաշրջանային կոմունիկացիաներում մենք ինչ խնդիր ունենք։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախճեվան, այսինքն Օրդուբադ եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղը։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են Կարս Դիլիջու, այսինքն Կարսից Նախճեվան նոր երկաթուղի կառուցելու նախագիծ եւ բնականաբար մենք ակնկալում ենք, որ երթուղին միջազգային գործի երասխ ախուրիկ ճանապարհի երթով որտեղ կա գործող երկաթուղի, որովհետեւ երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ ախուրիկում ավելի կարճ։ Դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար եւ սա մեզ համար խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ մենք մեր մրցակցային առավելությունները այն պարագայում, երբ որ մենք ունենք պատրաստի երկաթուղի, իհարկե այդ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի 100 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում պետք կլինի, ուզում եմ հասկանալի լինի, զուտ փոքր բացակայող հատվածները վերականգնելը առանձնապես մեծ խնդիր չի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։ Հիմա տեսեք, մենք շատ հարգանքով, սիրով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք, եւ այստեղ մենք պետքա մտածենք ինչ պետքա անենք, որովհետեւ սա մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 4 տարվա հարց չի։ Այ ինչ պիտի անեք այդ մասին։ Մենք պետքա լուծում գտնենք։ Մենք պետքա լուծում գտնենք եւ այդ լուծումը պետքա գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ, որովհետեւ ելի եմ ասում, նախ այսօր մենք ցավոք տեսնում ենք եւ ինֆորմացիաներ են պատտվում, որ անընդհատ տարբեր տեղերում այս փաստը, որ դա ներկայացվում է որպես ռուսական ուղի, բայց եւ դրա համար զրոյից պատկերացնում եք մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Եվ ես ճիշտն ասած մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել եմ եւ Թուրքիայի նախագահին եւ Ադրբեջանի նախագահի հետ ոչ այդքան մանրամասն։ Ես ասել եմ, տեսեք, մենք գնում ենք կարգավորում, մենք գնում ենք խաղաղության, այսինքն մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանում անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել,
բայց նաև հիմա շատ քննարկումներ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է եւ մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք այսպես, որովհետեւ ելի եմ ասում, խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է եւ մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն եւ ոչ թե հակառակը մեր շահերը հայտնվեն փակուղու մեջ։ Ռուսաստանի հետ կապված մեկ այլ հարց, պարոն վարչապետ, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարություն էր անում, որ Բրյուսելից եկող ազդակները խոսում են այն մասին, որ Եվրամիությունը տնտեսական միավորից վերածվում է ռազմաքաղաքական կառույցի եւ ասում էր, արդյոք Հայաստանը պատրաստ է մաս դառնալ մի միության, որը իր բառերով ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ ասում էր հայերն էլ վաղ թե ուշ այս հարցը պետք է իրենց տան։ Ես հիմա ձեզ եմ տալիս։ Գիտեք, ես ուզում եմ դες հետ կիսել եւ հանրության հետ կիսել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետեւյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, միջև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Ես ձեզ այո, միջպետական, բայց անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց լինում են բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Եվ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին։ Արդյոք այս տրամաբանությունը կամ դուք քննադատություն ունեք այս տրամաբանության։ Ասում ենք մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Եվ սա լինելու է մեր ռազմավարությունը։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի եւ հանուն ոչ միայն Ռուսաստանի, ցանկացած այլ երկրի շահ։ Դա անդրամաբանական կլինի, որևէ մի երկիր այսպես չի գործի։ Այո, կարող են որոշակի նաեւ խնդիրներ եւ հատումներ առաջանալ, բայց ես ուզում եմ ձեզ բերել հենց նույն օգոստոսի 8-ի օրինակը, որտեղ օգոստոսի 8-ից հետո պարզա որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների շրջանում կային որոշակի հարցեր եւ ես այդ հարցերին հաճույքով են առումով որ մենք միշտ բաց ենք խոսակցության։ Այսքան մտահոգություններ կային։ Այո, իհարկե, բնականաբար դա արտահայտվում էր փորձագիտական շրջանում, մամուլում։ Ես ասում եի մեր ռուսաստանցի գործընկերների ուշադրությունը հրավիրեցի մի փաստի վրա։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդամեն։ 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք դրեք այս 5 բառը թղթի մեջ եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։
Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ եւ չենք գործելու, բայց մենք բնականաբար կներեք Հայաստանի դեմ չենք կարող գործել։ Եվ մենք միշտ պետքա գործենք Հայաստանի շահերին համապատասխան եւ մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու եւ պետք չի Պարզա որ գիտեք օրակարգերում միշտ լինում են լարումներ, քննարկումներ, հետագա մենք միշտ քննարկելու ենք, բայց մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չենք ստեղծելու, բայց մենք գնալու ենք մեր շահերի հետևից։ Հասկանալի է, մի քանի ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն վարչապետ, ձեր հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ դուք Գարեգին երկրորդին կաթողիկոսի գահից հեռացնելու օրակարգից չեք հրաժարվել։ Հիմա կոնկրետ ինչ քայլեր են արվում եւ ինչով է զբաղված այն խորհուրդը, որը ստեղծվեց եկեղեցու բարենորոգման համար։ Գիտեք, ինչպես եւ նախատեսված էր, մեր հիմնական խնդիրն է նախ հանրությանը ավելի հասկանալի դարձնել օրակարգը, որովհետև այդ թվում գուցե մեր եւ իմ երբեմն էմոցիոնալ դրսևորումների պատճառով գուցե հանրությունը ավելի շատ տեսնում է աղմուկ, քան թե հարցիություն։ Իսկ մեզ համար հարցիությունը շատ պարզ է։ Առաջին հարցերի գլոբալ հարցը հետեւյալն է, որ առաջինը եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորել փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա, բայց սա երկրորդ գործողությունը, երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետքա զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետքա չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ այստեղ ես չեմ հարցը հասկանում, այստեղ քաղաքական գործընթացներն են։ Լավ 1, 2, 3, ասենք լավ ոչինչ պետքա լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել եւ ինչ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում մայրաթոռում ունեցած խորհրդակցություններից հետո եւ դրա արդյունքում, բայց շատ կարեւոր է նաեւ ինչ եղավ, այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում եւ միջավայրում տեղի ունեցավ եւ մարեց, այսինքն մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետեւ խոսքը մեր պետության ինքնիշխանության անվտանգության մասին է, բայց այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետքա եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի մասին է։ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարկության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետքա լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլն։ Այս շատ լավ տեղ բերեցիք։ Ինչ են ասում ձեր ընդդիմախոսները, ասում են, եթե մարդը հոգեվորական է, չի նշանակում քաղաքական հայացքներ պետք է չունենա։ Ձեր նշած փաստերը քրեական գործեր հարուցելու համար են։ Հարուցեք քրեական գործեր, պատժեք այն հոգեվորականներին, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց արշավ մի սկսեք այն եկեղեցականների դեմ, որոնք ձեզնից տարբերվող կարծիք ունեն եւ ձեր հրաժարականն են։ Գիտեք, ոչ միայն հոգեվորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքները արտահայտելու միջոցները եւ ձևերը։
Գիտեք ինչ, պատարակի խորանը օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետև պատարակը Հիսուս Քրիստոսի եւ նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարա հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական բանը մատակարարումը դադարեցնի, սաբոտաժանի, երթևեկությունը կասեցնի, չգիտեմ, բաներ եւ այլն եւ այլն։ Խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին։ Այդ գործերը դատարանում են, պարոն վարչապետ, ես դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ, բայց կա կոնկրետ գործ եւ կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են։ Այսինքն մեր խնդիրն ինչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը, իսկ ուր էր նայում ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ուր էր նայում կառավարությունը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով խոսքի սկզբին ասում եք համապատասխան միջավայր եմ ուզում ստեղծվի, հանրությունը տեղեկացվի նոր, ոնց եք պատկերացնում, ասենք ինչքան ժամանակ է դրա համար պետք եւ կոնկրետ գործողություններ ակնկալել թե ոչ։ Գիտեք ինչ, կետը, որում դա պետքա տեղի ունենա, ի վերջո Հայաստանի ժողովրդավարական պետություն է եւ որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության։ Ընդ որում հանրության աջակցությունը ինչ շատ են ասում են, որ այդ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ է լինում հանրություն, խոսքը լեգիտիմության մասին է։ Ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես ենթադրենք process-ներ իրականացնելը առավելևս վարչապետի կարգավիճակում գուցե այդքան էլ դժվար չի, մանավանդ այն պայմաններում, երբ որ տեղի է ունենում աննախադեպ բան, մայրաթոռի զանգերը հնչում են մարդկանց հրավիրելով եւ մարդ չի արձագանքում դրան։ Սա խոսում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խորը հոգևոր ճգնաժամի մասին։ Եվ ուրիշ բան էլ մեզ ասեմ։ Գիտեք ինչ շատ ենք խոսում մենք, որ մենք պետքա ունենանք արժեքահենք հասարակություն, արժեքահենք հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը ի վերջո կշիռ ունենան եւ այդ կշիռը գնալով մեծանան։ Ես ասում եմ անհնար է ունենալ արժեքահենք հանրություն, երբ որ մեր արժեքների էպիկենտրոնը, մեր սրբություն սրբոցը, մայրաթոռ Սուրբ Էջմիածինը ախտահարված է։ Եվ սրանք կոմպլեքս հարցեր են, սա իմիջիայլոց շատ լուրջ, նուրբ եւ բարդ հարց է, եւ ելի եմ ասում, ինչքան պետք կլինի, ես այս ճանապարհով կգնամ, բայց այդ ճանապարհին լեգիտիմությունից չեմ շեղվի երբեք։ Բայց ես նաև էլի վարչապետ, ոչ վարչապետ հարցը, ես էլ եմ ասում, ես ինքս ինձ համարում եմ եւ ես այդպիսին եմ հոգևոր արժեքներ եւ հոգևոր կյանք ունեցող մարդ, եւ ես չեմ կարող հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի իմ ինքնությունը ինձնից անջատել եւ դնել 4 մետր են կողմ։ Եվ սա է հարցի պատասխանը, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ։ Ես չեմ կարող կիսվել երկու մասի։
Անդիմադիր ուժերից մեկը պարոն վարչապետ հայտարարում է, որ աղքատության այս պայմաններում 21% աղքատություն, վարչապետը ոչ միայն պետք է պարգևավճար չստանա, այլև 1 դրամ աշխատավարձ ստանա, եւ որոշ նախարարներ ասում են, որ իրենց իշխանության գալուց հետո մասնավոր միջոցներով կաջակցեն։ Հիմա նախ ինչու դուք 1 դրամով չեք աշխատում որպես վարչապետ եւ ընդհանրապես կառավարման այս կոնցեպտին դուք ինչպես եք վերաբերվում։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք, այս կոստյումը ձեզ որտե՞ղ է, ես ինչ եմ պատասխանելու։ Որտեղ ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին է։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք, դուք ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բանի մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Եվ աղքատության պայմաններում իմիջայլոց ուզում եմ նաեւ հետեւյալը ընդգծել, ինչ որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ։ Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերն ցուցմունքների վրա չեն հիմնված։ Խուզարկություններով ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են արգրավել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, եւ այդ նույն անձինք են։ Սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծում ինչ է դա կապված։ Կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում, հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն էս էլ կարող է եւ ընտանիքի անդամներն էլ պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը, ել չեմ ասում տուն գալիս հաց կբերես եւ այլն։ Հայտնի ժանրերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետքա զրոյացնենք կոռուպցիան։ Եվ մենք երկար տարիներ աշխատում ենք եւ արձանագրում ենք, որ այո, մենք այդ թվում միջազգային վարկանիշներով մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան։ Եվ որոնք են պատճառները։ Պատճառները այդ թվում այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել եւ այս որոշումները առաջին հերթին քաղաքացիների համար է։ Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել։ Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայությունները չստանալու դեպքում նրանք հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէ ապրի։ Եվ այդ պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքը արձանագրել։ Ես հիշում եմ, երբ որ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասի բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք։ Գնացեք 24 ժամ աշխատեք եւ համակարգը ներդրեք։ Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաեւ բարոյական խնդիր, չէ՞։ Ես մարդուն ասում եմ, գիտեք, 24 ժամ աշխատի, այսինքն տուն մի գնա, ընտանիքի խնդիրներով մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի։ Հետո ասեմ, էս էլ քո մի դրամը, դա անհամատեղելիություն կա, որովհետեւ էլի եմ ասում, այդ ձեր ասած մի դրամները պետությունը արժեզրկելու մասին է եւ պետությունը
կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է եւ այն մարդիկ, ովքեր այդ մեծ գրպաններն ունեն եւ իրենք այդ գրպաններում ըստ ամենայնի դատարկություն են սկսել զգալ եւ խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ։ Համոզված եմ, որ մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, բայց իհարկե ժողովուրդը դա թույլ չի տա։ Գալով ընտրություններին, պարոն վարչապետ, հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական ընտրություններ են։ 2025-ի օգոստոսին դուք այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք դա լինելու է ընտրություն խաղաղության եւ ոչ խաղաղության միջև։ Հիմա ձեր ընդդիմախոսները էլի ասում են, որ դուք մանիպուլացնում եք։ Ինչու՞, որովհետեւ որևէ քաղաքական ուժ պատերազմի կոչեր չի անում, չի ասում, որ Ադրբեջանի հետ գնալու ենք պատերազմի, անգամ թրիփը չեն ասում, որ չեղարկելու են։ Պարզապես խաղաղության պատկերացումը, խաղաղության իրենց կոնցեպտը ձերից տարբերվում։ Հիմա եթե կարելի է ընտրությանը ինչ ծրագրով եւ այս առումով ինչ առաջարկով եք գնալու, որը տարբերվելու է ընդդիմությունից։ Գիտեք, դուք ասիք խաղաղության իրենց կոնցեպտը մեր կոնցեպտից տարբերվում է։ Խնդիրը հետեւյալն է. իրական խաղաղությունը կոնցեպտուալ խաղաղությամբ փոխարինելու կոնցեպտուալ չէ, իրենց ձեր իրականը իրենց արժանապատիվ։ Ես էլի եմ ասում, մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չի, բայց կարող ենք գլոբուսը դնել եւ պատտել այդ գլոբուսը եւ տեսել, թե որտեղ է, որ խաղաղությունը իդեալական է։ Ոչ միտեղ խաղաղությունը իդեալական չի, բայց այնտեղ որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն։ Եվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Այս ընտրությունը իրականում այո, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է եւ մենք պետք է պատմական ընտրություն կատարենք եւ հասել այն պահը, որի մասին ես խոսում եմ 2018 թվականին։ 2018 թվականին ես խոսում եմ մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի եւ կրկնված ցիկլերից դուրս գալու մասին։ Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ որ մենք ինչ որ աշխարհակաղակական շատ դեպքերում մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն եւ հետո էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք եւ արդեն իսկ դա տեղի ունեցել։ Դրա առաջին քայլերը տեղի ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատեվության օրակարգի վրա։ Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր փետրվարի 10-ին եւ նախորդող շրջանում ինչ է տեղի ունենում։ Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ եւ մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով եւ կորուստներով ձեռք բերված խաղաղությունը եւ ելի ուզում եմ իմ խոնարհումը արտահայտել մեր բոլոր նահատակներին եւ ծնկի եմ գալիս նրանց առաջ եւ խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա տեր կանգնի այս խաղաղությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին, բայց ես ուզում եմ մի բան ընդգծել։ Մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն մեր միջավայրը այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն եւ տեսեք շատ են խոսվում երաշխիքների մասին։ Էս է խաղաղության երաշխիքը։ Երբ որ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, շատ կարճ նաև որ թեթև ավարտենք հարցազրույցը, ելի քննադատություն կա, որ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում, ինչքան ժամանակ։ Ես ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե որևէ բան անելու համար ձեր ժամանակ չի երիքում, արթնացեք,
մի ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնացեք 2 ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, արթնացեք 3 ժամ շուտ եւ իհարկե քնի պակաս, չէ, քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետքա ստեղծել եւ ինչ այլոց դա շատ առողջ է։ Իմիջ այլոց ժամանակին ես հիշում եմ ելք դաշինքի ժամանակ համաժողով ենք անում կառավարության նիստերի դահլիճում եւ այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետքա այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5-ին Հայաստանից իմ պատկերացած Հայաստանից մի ժամ շուտ։ Եթե պետք է լինի 2 ժամ շուտ կարթնամ։ Իսկ միջարից ասեմ, հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան քնի հաշվին։ Եվ ինչքան ժամանակ է պետք եկել, որ այդպես նվագեք։ Գիտեք, ես չեմ նվագում։ Սկսենք դրանից։ Ես սովորում եմ նվագել եւ ես մասնակցում եմ on-line վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ եւ շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը ինքը չգիտի, ենթադրում եմ, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի, որովհետեւ on-line պլատֆորմ է վճարովի, ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո $250 մեկ տարվա համար վճարել եմ եւ այդ դասընթացներով այդ մոդուլով մասնակցում եմ եւ նրանք ովքեր հետաքրքրված են կարող եմ կիսվել, որովհետեւ ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով եւ իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը 0-ից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել եւ հարվածային գործիքներ նվագել սովորել։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։